Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ դեկտեմբերի 26 Վերջին Ադամը Առաջի Կորինթացիս 15:45 Հիսուսն իր ընտրյալների գերագույն գլխավորն է, ինչպես օրենքի հարցերում ամեն մարմնով ու արյունով ժառանգորդ անձնական ընդհանրություն ունի Ադամի հետ, որպես ուխտի գլխավոր և մարդկային ցեղի ներկայացուցիչի, այնպես էլ շնորհքի օրենքով ամեն փրկագնված հոգի մեկ է երկնքի Տիրոջ հետ, որպես վերջին Ադամի ընտրյալների երաշխավորի և փոխանորդի ըստ սիրո նոր ուխտի։ Պողոս առաքյալն ասում է Ղևիին. դեռևս իր հոր երանքի մեջ էր, երբ Մելքիսեդեկին նրան դիմավորեց, Եբրայեցիս 7:10։ Ճիշտ է նաև այն, որ հավատացյալը միջնորդ Հիսուս Քրիստոսի երանքի մեջ էր, երբ ուխտի դրույթները մշակվում, համաձայնեցվում և հաստատվում էին հավիտենության մեջ։ Այդպիսով, ինչ էլ որ Քրիստոսն աներ, նա անում էր եկեղեցու մարմնի համար։ Մենք խաչված ենք նրանում, թաղված նրա հետ, բայց ինչն ավելի հիասքանչ է, մենք նրա հետ հարություն ենք առել ու մեզ նստեցրել երկնքում Հիսուս Քրիստոսի մեջ։ Այսպիսով եկեղեցին կատարել է օրենքն ու հաճելի դարձել սիրելիի մեջ։ Արդար Աստվածը նրան նայում է գոհունակությամբ, քանի որ նրան տեսնում է Հիսուսի մեջ, այլ ոչ նրանից առանձին։ Լինելով Իսրայելի օծյալ փրկիչը, Քրիստոսը ոչնչով չի տարբերվում իր եկեղեցուց։ Ավելին, այն ամենն ինչ ունի Քրիստոսը, նա պատրաստել է նրա համար։ Ադամի արդարությունը մերն էր, քանի այն ապահովում էր և նրա մեղքը մեր վրա դարձավ, հենց որ նա այն գործեց։ Այդպիսով այն ամենը, ինչ հանդիսանում է վերջին Ադամը, նաև մերն է, քանի որ նա մեր ներկայացուցիչն է։ Սա է շնորհքի ուխտի հիմքը։ Ներկայացուցչության և փոխանորդության բարեշնորհ համակարգը Ջասթին Մարտերին ոգեշնչել է բացականչել. Օ երանելի փոփոխություն, քաղցրագույն կերպարանափոխություն, այն իրենից ներկայացնում է փրկության ավետարանի նախահիմքը, և անհրաժեշտ է այն ընդունել հաստատուն հավատքով և հիացական ուրախությամբ։